Դեռ չի ծնվել այնպիսի մի մարդ, որ կարողանա իմ աղջկա վրա ժամ դնել։ Կներեք, իսկ դուք հարցրել եք, որ եկել եք մեր տուն։ Իսկ դու ով դառար, որ իմ աղջկա վրա ժամ ստելում։ Քո աղջկա։ Դու իրան դեռ 25 տարի առաջ ես իմ աղջիկ ճանաչել ու տվել ես ավագին։ Անգելը որոշել է հորը մեր վրա կռիվ բերի։ Իսկ դու հորդ ասեղը մի թելի։ Եթե դու քո տեղում լինեիր, հերդ աղջկաս վրա ժամ չէր դնի, ես էլ այստեղ չէի հայտնվի։ Իմ հերը է տարել է հանուն ինձ։ Այսինքն դու քո հարցերը չես կարողանում լուծել, հերը տաղուքնում քեզ։ Ես այնքան բան եմ կարողանամ։ Իսկ հիմա աղջկա թող ու գնաս տվից։ Ես իհարկե չհասցրի խոսամ, բայց հիմա փորձեմ է տանեմ։ Եկել եմ ասեմ, որ իմ երեխան ձեր ընտանիքի հետ կապ չի ունենալու։ Ռակի հետ ես խաղում, աղջիկ ջան։ Դու իրոք չես հասկանում, թե ինչքան լուրջ հայտարարություններ ես անում։ Արի գնանք շփվենք իրար հետ։ Դուք խոսելու բան չունեք։ Եվ որպես հավելում աղջկաս ասացին, երեխան որ պիտի ծնվի, շախունցների ազգանուն չի կրելու, բերբերյան ազգանուն է կրելու։ Գնացեք։ Մեծ սիրո, բայց հիշեք, որ երեխան շախունց ազգանունը չի կրելու։ Անգել չեմ հասկանում հերդ ինչեր է զառանցում։ Բայց այդ երեխան էս տանն է ծնվելու ու շախունց է լինելու։ Ու ոչ ես հասկանում, որ օգտագործվում ես։ Ինչ պետք էր, ես արդեն ասեցի։ Գնանք։ Գնանք։ Անես շանես, որ բերբերյան ազգանունդ ջնջեմ։ Վատը գիտես որն է, որ ես քո բոլոր ունակություններից տեղյակ եմ։ Իսկ դու իմ ունակությունների գոնե մի տոկոսից տեղյակ չես։ Դա շատ վատ է։ Գնացինք։